Աստանայում կայացած Silk-Western միջազգային վոկալ մրցույթի 4-րդ դրվագում մասնակիցների երգեր են կատարել միմյանց լեզուներով՝ չինարենից և կորեերենից մինչև տաջիկերեն և մոնղոլերեն։ Թե ում և ինչ լեզվով հանդես գալ որոշեց վիճակահանությունը։ Ուզբեկական էստրադայի երգչուհի Մադինա Բոնու Ադիլովային բաժին է հասել հայերեն երգի կատարումը, մասնավորապես Սիրուշոյի Պրեգոմեշ երգը։ ՀԳՄՍ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 13-ին 95 տարեկան հասակում մահացել է Հայաստանի կույրերի միավորման հաշմանդամների հասարակական կազմակերպության կենտրոնական վարչության նախկին նախագահ և պատվավոր անդամ բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը։ Նա ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 27-ին Երևանում։ 6 տարեկանում դինամիտի պայթյունի հետևանքով կորցրել է տեսողությունը։ Մուշեղյանը հանդիսացել է Հայաստանի գրողների միության վարչության անդամ, Հայաստանի ժուրնալիստների միության անդամ, աշխատել Գիտությունների ազգային ակադեմիայում, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան ու մեծ ներդրում ունեցել գիտությունում։ Համացանցում մեծ տարածում է գտել տեսանյութ, որում ճապոնացի պատանիները երխուշտա են պարում։ Ինչպես հայտնի է, սա հայկական ժողովրդական մարտական պար է, որի արմատները գալիս են Արևմտյան Հայաստանի Սասուն շրջանից։ Երխուշտա պարել են հայ զինվորները մարտից առաջ։ Համացանցի օգտատերերն էլ իրենց հիացմունքով են կիսվել ճապոնացի պատանիների կատարման կապակցությամբ։ Այսօր Արագածոտնի թեմում կատարված խոզարկություններն ու ձերբակալությունները կատարվել են իրազեկ քաղաքացիների միավորում։ ՀԿ-ի հաղորդման հիման վրա լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է կազմակերպության ղեկավար Դանիել Իոնիսյանը։ Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամը սեպտեմբերի 16-ին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ 2021 թվականին ընդդիմության ցույցերի մասնակցել է ոչ իր ցանկությամբ։ Իոնիսյանն ասել է, որ դատախազությանն ուղղված հաղորդման մեջ խնդրել են քննել հավաքին մասնակցելու պարտադրելու մասին։ Տեր Արամ քահանայի հայտարարությունները, սակայն մինչ այս պահը իրենց հաղորդման հետ կապված որևէ նորություն չունեն։